Այսօրվա պատգամի վերնագիրն է բարկություն ծնող բարկությունը։ Բարկություն, որ բարկություն է ծնում։ Ավելի մանր, գիտեմ, մի քիչ խուճուճ վերնագիր է, բայց ավելի մանրամասն կխոսանք դրա մասին։ Ինչ բարկությունների մասին է խոսքը։ Երկու բարկություն, որի մասին կխոսանք հետո։ Հիմա ուզում եմ ձեզ հարցնեմ, տեսել եք բարկած կոտ մարդ։ Ձեր շրջապատում կա մարդ, որ շուտ է բարկանում։ Հաճելի է։ Հաճելի չի։ Չէ։ Սուրբ գրքից համարներ կկարդանք, ուղղակի հիմա ուզում եմ մի քիչ զրուցենք նախքան սկսելը։ Հաճելի չի բարկած կոտ մարդու հետ։ Հեչ հաճելի չի։ Արդեն անկախ քեզանից խուսափում ես, թեկուզ ինքը վատ մարդ էլ չի։ Քեզ էլ շատ լավություններ արել, կամ մտերիմ է, կամ չգիտեմ, նույն տան մեջ եք ապրում։ Արդեն դու անկախ քեզանից խուսափում ես իրանից, որովհետև հաճելի չի բարկած կոտ մարդու հետ։ Սա մի ծայրահեղություն։ Երկրորդ ծայրահեղությունը, տեսել եք մարդ, որ ոչ մի բանից չի բարկանում։ Տեսել եք։ Երեխան տունը տակնու վրա է անում, ինքը հանգիստ իր համար նստած է։ Հաճելի է։ Տեսել եք այդպիսի ծնող, իր երեխան չարություն անում, գալիս է քեզ խփում է, թեկուզ փոքր երեխա է, գալիս է ոտքով քեզ խփում է, վատ բառեր է ասում։ Իր ծնող իր վրա չի բարկանում։ Քեզ հաճելի է դա։ Այսինքն երկու ծայրահեղություն կա։ Մենք շատ զգույշ պիտի լինենք բարկության թեմայի։ Ես գիտեմ, որ սա շատ կարևոր թեմա է, շատ կարևոր թեմա, բայց այնքան վտանգավոր է, եթե հանկարծ սխալ հասկանանք։ Մենք պիտի սուրբ գրքով հասկանանք, թե ինչ է բարկությունը եւ ինչ է ակնկալում մեզանից Աստված։ Գիտեք ինչ է բարկությունը։ Բարկությունը աստվածային հատկություն է։ Չեք հավատում։ Եկեք բացենք Աստվածաշունչը։ Մի քանի հատվածներ կկարդանք։ Ով է լսել Աստծո բարկության մասին։ Աստծո բարկության կրակը բորբոքվեց գրած Աստվածաշնչի մեջ։ Հայտնության գրքում գրած է Հիսուս Քրիստոսը իր բարկության բաժակը լցվեց եւ նա իր բարկությունը թափեց երկրի վրա։ Բարկանում Աստված, իհարկե բարկանում։ Մեծ Բաբելոնի մասին է խոսում Հայտնության գրքում եւ ասում է Տերը իրան իր բարկության բաժակը տվեց Մեծ Բաբելոն ամբարո կնոջը, այդպիսի երկրին ու քաղաքին է անվանում Բաբելոն, բայց համեմատական կերպով այդ երկրին, քաղաքին կամ այդ կայսրությանը համեմատում է Տիրոջ խոսքը ամբարո կնոջ հետ եւ ասում է Տիրոջ ցասման բաժակը խմեց, այդ վերջի իր կործանում այնքան մեծ էր, որ դա համեմատում է բարկության բաժակը խմելուն։ Տերը բարկանում է, իհարկե բարկանում է, բարկությունը աստվածային հատկություն է։ Խոսեմ սրա մասին։ Թվում է թե դրական բան է բարկությունը։ Այո, Աստծո ձեռքին ինքը դրական բան է։ Իսկ մարդկանց ձեռքին կկարդամ քիչ հետո։ Եկեք նախ քննարկենք բարկությունը Աստծո մոտ, ինչպիսին է։ Ինչ հատված էլ որ կարդանք Աստվածաշնչում մենք կտեսնենք, որ Աստված բարկանում է այն ժամանակ, երբ մարդը ինչ է անում։ Երբ մարդը մեղք է գործում։ Եթե հարցնենք ինչ է աստվածային բարկությունը, մենք մի սահմանում կարանք տանք։ Աստծո սրբության արձագանքն է մեղքին։ Աստծո սրբության արձագանքն է մեղքին եւ դրա տարածմանը։ Ինչքան շատ է մեղքը, այնքան մեծ է Աստծո բարկությունը։ Ինչքան պիղծ է մեղքը, այնքան բորբոքված է Աստծո բարկության կրակը։ Ինչքան կրկնվում է մեղքը, այնքան Աստծո բարկությունը ահռելի չափերով է գալիս։ Մենք շատ ենք սիրում ներկայացնենք Աստծուն առանց բարկության։ Շատերի հետ խոսում եմ, վկայում եմ Տիրոջ խոսքը, ասում եմ, լսեք, Աստվածաշունչը զգուշացնում է, մենք կկարդանք այսօր այս բոլոր հատվածները։ Այնպես արեք, որ Աստծո բարկության օրը ինքը ձեզ պահի իր թևերի տակ։
Ասում եմ, ինչ բարկություն, Աստված սեր է, Աստված բարի է, ինքը ինձ կների։ Ասում եմ, հա ճիշտ է, ինքը ամեն ինչ արել է, որ քեզ ների, բայց եթե դու մինչև վերջ մերժես, այն վերջին օրը չի լինելու ներումը։ Ներումը մինչև այդ վերջին օրն է։ Աստծո բարկության բաժակն ես խմելու։ Հնարավոր չի, դու չես ինձ ասում, դու չես հասկանում Աստված սերը։ Աստված այնքան է ինձ սիրում, որ այդ օրը ես ինչ կյանք էլ հիմա ապրեմ, այդ օրը կների Աստված։ Ոչ, սա սուտ է։ Սա դժոխքից բարձրացած սուտ է։ Եվ այնքան բարի սուտ, այնքան լավ, փաթեթավորված սուտ։ Գեղեցիկ տեսել եք, որ նվեր են տալիս այսպես բանձիկներով կարմիր, այդտենց սիրուն սարքած սուտ ասա։ Եվ դու էլ վատամարդ ես դուրս գալիս, ոնց որ ինքը ասում է քո Աստված լավն է, դու էլ ասում ես չէ, լավը չի, տենց չի։ Իրոք տենց չի։ Մենք ինչ որ ուզում ենք ներկայացնենք Աստծուն, Աստված դա չի։ Աստված նա ինչ որ գրված է Աստվածաշնչի մեջ։ Աստծուց բարի եկեք չլինենք։ Աստված կատարյալ է, եւ ինքը կատարյալ բարի է, ինքը կատարյալ սեր է, եւ ինքը կատարյալ արդարություն է։ Եվ տեսեք, Աստված հրաշք արեց եւ իր ժողովրդին դուրս հանեց Եգիպտոսի գերությունից։ Հրաշք արեց։ 400 տարի ստրուկ էին եղել Եգիպտոսում։ Եվ Աստված 10 պատուհասներով հարվածեց Եգիպտոսին եւ գառան մորթվել է, հիշում եք, որ արյունը քսեցին դռների վրա եւ մահվան հրեշտակը չմտավ են բոլոր տները, որոնք որ Աստծուն էին պատկանում, այսինքն կատարել էին Զատիկը կամ Փեսախը, որ իր ճիշտ անվանումն է, մորթել էին գառը եւ արյունը իրանց պաշտպանում էր։ Հանեց, եկավ եգիպտացիները իրանց հետևից եկան, որպիսի կոտորեն, հրաշք արեց, կարմիր ծովը բացեց, անցկացրեց այդ ժողովրդին։ Իր առաջնորդությամբ, անձամբ իր առաջնորդությամբ, ամպիսյուն էր նրանց առաջնորդում։ Ամպիսյունը ուր գնում էր, իրանց հետևից գնում էին, գիշերը ամպիսյունը դառնում էր կրակիսյուն։ Եվ երբ որ եգիպտացիների զորքը եկել այնքան էր մոտեցել, որ հեսա պիտի հասնեին ու կոտորեին, սյունը կանգնեց երկուսի մեջտեղը եւ չէին կարողանում գային։ Տեսնում եք ինչ հրաշքներով։ Բերեց ծովը անցկացրեց անապատի մեջ, ջուր չունեին, ջուր տվեց, հաց չունեին, երկնքից հաց իջացրեց։ Հրաշքով էր։ Հիմա եկեք կարդանք Թվոց գրքից մի քանի հատված։ Թվոց 11-ի հենց առաջինից։ Թվոց 11-րդ գլուխ։ Եվ այս ամենից հետո ժողովուրդը չարաչար տրտունջ էր անում Եհովայի ականջների առաջին։ Ժողովուրդը միշտ բնավորության գիծ ունի, բողոքել։ Իրա կյանքից է բողոքում, երկիրը երկիր չի, ասում են թե չէ, անարդարը, չի դզվի, առաջնորդներից է բողոքում, ինչ ասես բողոքման, միշտ բողոքելու բան գտնում է ժողովուրդը։ Եվ ասում է ժողովուրդը չարաչար տրտունջ էր անում Եհովայի ականջների առաջին, այսինքն Աստված որ լսում է այս ամեն ինչը։ Եվ Եհովան լսեց եւ բարկությունը բորբոքվեց։ Եվ նրանց մեջ Եհովայի կրակը վառվեցավ եւ բանակի ծայրը փչացրեց, այսինքն կրակ, իսկական կրակ եկավ եւ սկսեց ժողովրդին կոտորել։ Աստված բարկանում է թե ոչ։ Ինչից բարկացավ։ Տրտունջից։ Տրտունջի մեղքը բորբոքում է Աստծո բարկությունը։ Եթե այն ժամանակ այդ հրաշքով հանած ժողովրդին Աստված բարկանում էր իրանց վրա եւ բարկությունը պատիժ էր բերում, ինչ եք կարծում, մենք նույն ճանապարհով չենք անցել, մենք Եգիպտոսում գերի չենք եղել, ով է այստեղ որ աշխարհի մեջ գերի է եղել։
Ես եղել եմ աշխարհի մեջ գերի, ես մեղքի գերի եմ եղել։ Գառան մորթվելը, Հիսուս Քրիստոսի խաչվելը քեզ ազատել է գերությունից, հրաշքով, որ դու չէիր պատկերացնում քո կյանքը կփոխվի։ Աստվածաշունչը Թեսաղոնիկեցիս, առաջի Թեսաղոնիկեցիս թղթի մեջ ասում է, կուրքերից դարձակ դեպի կենթանի Աստծո պաշտամունքը։ Հիմա ես կենթանի Աստծուն եմ պաշտում, այն ժամանակ ես կուրքեր էի պաշտում։ Ինչ ասես անում էի։ Իմ ուզածով էի ապրում։ Փողը, հաջողությունը դարձել էին իմ կուրքը։ Հիմա ես կենթանի Աստծուն եմ պաշտում։ Բայց եթե հիմա իմ բերանը բացվի տրտնջալուց, այս մարդկանց վիճակը նենց չի, որ շատ լավ էր տրտնջում էին, վատ էր, որ տրտնջում էին։ Հիմա մեր վիճակն էլ աշ երբեմն վատ է լինում, անարդար է, ճնշումներ կա, նեղություններ կա, նեղացնում են քեզ, բերանդ բացում ես բողոքելու, Աստված լսում, ասում է Եհովայի ակաժների առաջին, Աստված լսում է, ասում է տրտունջ դուրս չգա քո բերանից։ Բորբոքենք, կբորբոքենք, եթե տրտնջանք, Աստծո բարգության կրակը։ Հաջորդ գլխում, 12-րդ գլուխ, մի հատված եմ էլ ուզում կարդամ։ Գիտեք, Մովսեսը առաջնորդն էր ժողովրդի, Մովսեսը ուներ, նշված է համենայն դեպս մի քույր և մի եղբայր, որոնք էլի առաջնորդ էին, Ահարոնը և Մարիամը, 12-1-11 խոսքերը։ Եվ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին, նրա առատ եթովպացի կնոջ պատճառով, ըստ որում եթովպացի կին էր առել։ Եվ ասացին, միթե Եհովան միայն Մովսեսի ձեռով խոսեց, չէ՞ որ մեր ձեռով էլ խոսեց, և Եհովան լսեց։ Եվ Մովսես մարդը շատ հեզ էր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։ Եվ իսկույն Եհովան ասեց Մովսեսին և Ահարոնին և Մարիամին. դուք երեքդ էլ դուրս եկեք ժողովրդի խորանը, և երեքն էլ դուրս եկան։ Եվ Եհովան իջավ ամպի սյունով, խորանի դռանը կանգնեց և Ահարոնին և Մարիամին կանչեց, և երկուսն էլ դուրս եկան և ասեց. հիմա իմ խոսքը լսեցեք. եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս, ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան կամ երազով կխոսեմ նրա հետ։ Բայց այդպես չէ իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է։ Նրա հետ բերան եմ խոսում և հայտնապես և ոչ թե առակով, և նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ինչու չվախեցաք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելուց։ Եվ Եհովայի բարգությունը նրանց վրա բորբոքվեց և գնաց, և ամպը վերացավ խորանի վրայից, և ահա Մարիամը ձյունի պես բորոտ եղավ, և Ահարոնը Մարիամին նայեց, և ահա բորոտ էր։ Եվ Ահարոնն ասաց Մովսեսին. «Ով Տեր իմ, աղաչեմ միայն մեր վրա մեղք մի դնի, որովհետև հիմարություն արեցինք և մեղք գործեցինք»։ Նորից եմ կարդում 9-րդ խոսքը. Եհովայի բարգությունը նրանց վրա բորբոքվեց և գնաց։ Ինչ արեցին առաջնորդի դեմ։ Ասացին, ինչի մենք քեզանից վատ առաջնորդ կարող լինենք։ Մենակ դու ես առաջնորդ, մենակ դու ես Աստծո ձայնը լսում։ Մենք էլ ենք լսում։ Էլի բողոք, անհնազանդություն, էլի բորբոքվեց։ Եվ բորբոքվելուց հետո տեսնում ենք, որ բորոտություն, հիվանդություն եկավ, պատիժ եկավ։ Նույնը կատարվում է լրտեսների ժամանակ։ Հիշում եք, գալիս են 12 լրտես են ուղարկում, որպեսզի գնան Քանանի երկիրը լրտեսեն։ 12-ը գալիս են, 10-ը գալիս են, ասում են անհնար է, մեծ քաղաքներ են, հսկա պարիսպներ, հսկա մարդիկ են ապրում, լավ զինված են, մենք չենք կարա գրավենք։ Երկուսը ասում են, լսեք, եթե այդ ամբողջ զորքին, Հեսուն և Քաղեբը, ասում են, եթե այդ ամբողջ եգիպտացիների զորքին Աստված կարողացավ կոտորել, մեզանից էր, որ մենք դուրս եկանք Եգիպտոսից։ Եթե մեր ուժով չենք դուրս եկել, Աստծո ուժով ենք դուրս եկել, այս հսկաներին էլ Աստծո ուժով կհաղթենք։ Բայց ժողովուրդը տրտնջաց, ասեց բերել եք մեզ այստեղ կործանելու, եւ երբ որ ժողովուրդը տրտնջաց, սա գրած է Թվոց 14-րդ գլուխ 1-12 խոսքերում, Աստծո բարգությունը եկավ իրանց վրա։ Եվ մեծ բարգություն։ Եվ պատիժ։ Կորխը և 250-ը
նույն թվոց, մենակ թվոց գրքից եմ կարդում։ Ես որ վերցնեի Աստծո բարգության այդ արտահայտումները մի ամիս կկարդայի։ Կորխը նույն Մովսեսի ժամանակ եւ 250 հոգի ապստամբեցին, ասեցին մենք չենք ուզում դու մեր վրա իշխան լինես Մովսես։ Եվ գիտեք բարգությունը Տիրոջ եկավ ինչ արեց։ Կորխին ու այդ հիմնական 3 առաջնորդների ընտանիքները գետինը բացվեց եւ գրած է իրանք միանգամից իջան դժոխք ու փակվեց գետինը, իսկ այն 250 հոգուն կրակ իջավ երկնքից ու այրեց։ Թվոց 16-րդ գլխում 41-ից 50 խոսքերը էլի սկսում են տրտնջալ, բողոքել 14700 հոգի սպանվում է։ Թվոց 25-րդ գլխում շնության մեջ են ընկնում, ամբողջ ազգը շնություն է անում եւ կռապաշտություն են անում այդ ազգի հեթանոսների հետ, որ շնություն են անում, այդ կանայք իրանց կռապաշտություն անել են սովորեցնում։ 21000 մարդ է կոտորվում։ Թվոց 32-րդ գլխում 10-13 խոսքերը անհավատություն են անում, ասում են մենք չենք մտնի այս երկիր, Աստված ասում է ձեզ 40 տարի անապատում կպտտեմ, 20 տարեկանից բարձր հիմա այսօր ինչքան մարդ կա, ինչքան տղամարդ կա, դուք մեռնելու եք անապատում, դուք երկիրը չեք մտնելու, որովհետև անհավատություն արեցիք, Տիրոջ բարգությունն բորբոքվեց եւ ընդամենը 2 հոգի ովքեր անհավատություն չէին արել, Հեսուն եւ Քաղեբը մտան խոստացված երկիր։ Լսեք, Տիրոջ բարգությունը կատակ բան չի։ Մենք sense մատների արանքով ենք նայում այս ամենը, մտածում ենք 5 տակարանում էր, հիմա այդպես չի, հիմա գիտեք ինչն է փոխվել։ Հիմա ներման հնարավորությունն է շատացել։ Բայց բարգությունը մնում նույնն է։ Գիտեք որ Աստված նույնն է, չի փոխվում։ Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյանս։ Աստված չի փոխվում։ Ուղղակի կա Հիսուսը հիմա մեր կյանքի մեջ։ Իրանց կյանքի մեջ չկար Հիսուսը, որ քավություն աներ իրանց մեղքերի համար։ Մեր կյանքի մեջ հիմա կա Հիսուսը, բայց եթե մենք մեղքը չխոստովանենք, ինչ օգուտ որ մեր կյանքում կա Հիսուսը։ Որտեղ գրված է Աստվածաշնչի մեջ, եթե խոստովանես քո մեղքը, հավատարիմ է նա, որ կսրբի քեզ ամեն անիրավությունից, նրա արյունը կսրբի քեզ, առաջի Հովանու թուղթ, առաջին գլուխ, 9 խոսքից 9-րդ խոսքից ներքև։ Բայց եթե ես չխոստովանեմ, եթե ես չասեմ, ինչի համար եմ սա խոսում, որտեղ բարգություն կա, որ բարգություն է ծնում։ Լսեք, մենք խոսեցինք տրտունջն է բարգություն ծնում, անհավատությունն է բարգություն ծնում, անհնազանդությունն է Աստծո բարգությունը ծնում։ Հիմա ես ուզում եմ խոսել նրա մասին, որ մեր բարգությունն է իր բարգությունը ծնում։ Հասկանում եք պատգամի վերնագիրը, բարգություն, որ բարգություն է ծնում։ Եկեք մի բան էլ կարդանք, երկրորդ օրինաց 6-րդ գլուխը։ Փորձենք ամբողջովին կարդանք։ Սիրում եք Աստծո խոսքը։ Եթե մի քիչ երկար կարդանք, կարող շատ լինի։ Սրանք են այն պատվիրանքները եւ կանոնները եւ դատաստանները։ Գիտեք, ինչի այսպես սկսում կներեք։ Այսօր մի քիչ շատ եմ հազալում։ 5-րդ գլուխը երկրորդ օրինաց 10 պատվիրանների մասին է։ 6-րդ գլուխը սկսում է այսպես. Սրանք են այն պատվիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ ձեր Եհովա Աստվածը պատվիրեց ձեզ սովորեցնելու համար, որ անեք այն երկրում, ուր որ մտնելու եք նրան ժառանգելու համար, որպեսզի քո Եհովա Աստծուց վախենաս եւ պահես նրա ամեն կանոններն ու պատվիրանքները, որ ես քեզ պատվիրում եմ, թե դու, թե քո որդին, թե քո որդիի որդին, քո կյանքի բոլոր օրերում եւ որ քո օրերը երկար լինեն, եթե պահես իր խոսքը, քո օրերը երկար են լինելու։ Արդ ով Իսրայել, լսիր եւ զգուշություն արա կատարելու, որ քեզ համար բարի լինի եւ դուք շատ բազմանաք կաթ ու մեղր բխող երկրում, ինչպես որ քո հայրերի Եհովա Աստվածը քեզ խոստացավ։ Լսիր ով Իսրայել, ինչքան տեսնեք ով Իսրայել, Իսրայելը այն ժամանակ Աստծուն հավատացող ժողովուրդն էր։ Ինչքան լսես ով Իսրայել, իմացի սա
երկնքու երկրի արարիչ Աստծուն հավատացող ժողովրդին է վերաբերվում։ Լսիր, ով մարդ, որ հավատացել ես Աստծուն։ Մեր Եհովա Աստվածը, Եհովան մեկ է։ Սիրիր քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ, բոլոր զորությունովդ։ Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատվիրեցի, քո սրտի մեջ լինեն, եւ կրկնիր նրանք քո որդիներին, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ, ճանապարհ գնացած ժամանակդ, պարկելիս եւ վեր կենալիս, նրանք կապիր նշանի համար ձեռքիդ վրա, նրանք ճակատանոց լինեն աչքերիդ մեջտեղում, նաեւ քո տան դրանդիկի վրա եւ դռներիդ վրա գրիր նրանք։ Ուզում ասի ամեն տեղ աչքիդ առաջ ունեցի, շուրթերիդ վրա լինի այս պատվիրանները, այս խոսքերը։ Եվ երբ որ քո Եհովա Աստվածը քեզ տանի այն երկիրը, որի համար քո հայրերին Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին երդում արավ, որ քեզ տա, մեծ եւ գեղեցիկ քաղաքներ, ներողություն, որոնք դու չես շինել, եւ ամեն բարիքներով լիքը տներ, որոնք դու չես լցրել, փորած ջրհորներ, ձիթենիներ, այգիներ, որոնք դու չես տնկել, երբ որ ուտես ու կշտանաս, զգույշ կաց, միգուցե մոռանաս Եհովային, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տանից հանեց։ Քո Եհովա Աստծուց վախեցիր, նրան պաշտիր, նրա անունով երդում արա, չգնա կոտար աստվածների, ձեր շուրջը եղող ժողովուրդների աստվածների հետևից, որովհետև նախանձոտ Աստված է քո Աստվածը, որ քո միջում է, միգուցե Եհովա Աստծո բարկությունը քեզ վրա բորբոքվի։ Լսեք, նախանձոտ բառը մենք լավ չենք հասկանում։ Ինչ է նշանակում նախանձոտ։ Խանդոտ։ Լավ չի թարգմանված։ Խանդոտ։ Խանդոտ Աստված։ Ինքը թույլ չի տա, որ իրան պատկանողը, ոնց է տղամարդը խանդոտ է, հանկարծ կինը ուրիշի հետ մտքով էլ չանցնի։ Աստված ասում է դուք իմն եք, ուրիշ աստվածների, կուռքերի երբեք թույլ չեմ տա։ Ինչ կանեմ, կրակը կբորբոքեմ, այդ կրակը քեզ կսպանի, մի արա, մի գնա ուրիշ աստվածների հետևից։ Ձեր Եհովա Աստծուն չփորձեք, ինչպես Մասայի մեջ փորձեցիք, ինչպես էին փորձել, տրտնջացել էին։ Զգուշությամբ պահեցեք ձեր Եհովա Աստծո պատվիրանքները եւ նրա վկայությունները, կանոնները, որ պատվիրել է ձեզ, եւ անես, ինչ որ Եհովայի առաջին ուղիղ եւ հաճելի է։ Այստեղ պիտի ասենք։ Համաձայն ես, ասա ես անելու եմ, ինչ որ իմ Աստծո առաջին ուղիղ եւ հաճելի է։ Անելու եմ։ Տերը էստեղ է։ Այլապես կրակը բորբոքվելու է։ Լսեք, կրակը տարբեր ձևի է բորբոքվում։ Տերը ողորմած ասում է համբերատար է, որ մեզ չի սպառում այդ կրակը։ Հիշում եք Անանիայի ու Սափիրայի պատմությունը։ Խաբեցին, կրակը եկավ ու տեղում սպանեց իրանց։ Եթե Տիրոջ ողորմությունը չլինի հիմա մեր կյանքում, մենք շուտվանից պիտի մեռած լինենք։ Իրա ձեռքով պիտի մեռած լինենք։ Ինքը մեզ սիրում է եւ ասում է համբերում եմ։ Իմ բարկությունը կարողանում եմ զսպեմ, որովհետև քեզ շատ եմ սիրում։ Բայց մի բորբոքի իմ բարկությունը։ Եվ անես ինչ որ Եհովայի առաջին ուղիղ եւ հաճելի է, որ քեզ համար բարի լինի, եւ մտնես ու ժառանգես այն բարի երկիրը, որ երդում է արել Եհովան քո հայրերին, որ քո ամեն թշնամիներին քո առաջից հալածես, ինչպես որ Եհովան ասեց։ Երբ որ էգուց քո որդին քեզ հարցնի, այսինքն գալիք ժամանակներում, որ քո որդին քեզ հարցնի եւ ասի. «Ինչ են այս վկայությունները, կանոնները եւ դատաստանները, որոնք մեր Եհովա Աստվածը ձեզ պատվիրեց, այն ժամանակ քո որդուն ասես. մենք Եգիպտոսում փարավոնին ծառա էինք, եւ Եհովան մեզ զորավոր ձեռքով հանեց։ Նաեւ Եհովան մեզ մեծ եւ սոսկալի նշաններ եւ հրաշքներ արեց Եգիպտոսի վրա, փարավոնի վրա եւ նրա բոլոր տան վրա մեր աչքերի առաջին, եւ մեզ հանեց այնտեղից, որ մեզ տանի մեր հայրերի երդումով խոստացված երկիրը տա մեզ։
Եվ Եհովան մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք եւ մեր Եհովա Աստծուց վախենանք, որ մեզ համար բարի լինի ամեն ժամանակ, որ մեզ ողջ պահի, ինչպես որ այսօր, որ մեզ ողջ պահի իր ձեռքին է, ինչպես որ այսօր, եւ մեզ համար արդարություն լինի, եթե մեր Եհովա Աստծու առաջին այս բոլոր պատվիրանքները կատարելու զգուշանանք, ինչպես որ մեզ պատվիրեց։ Ինչ է Տիրոջ բարկությունը? Տիրոջ բարկությունը իր սրբության արձագանքն է մեղքին եւ դրա տարածմանը։ Սա Տիրոջ բարկությունն է։ Հռոմեացիների թուղթ 1:18 խոսքը։ Կամաց մոտենում ենք նրան, ինչը որ մեզ է վերաբերվում։ Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունն անիրավությամբ բռնում է։ Սա նոր կտակարանն է, թե ոչ։ Հռոմեացիների թուղթ։ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը անիրավությամբ են բռնում։ Մի հատված էլ կարդամ։ Հռոմեացիս 9-րդ գլուխ 22-ից 33 համարները։ Եվ ինչ, եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը շատ երկայնամտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորստի համար պատրաստված էին, համբերում է, անգամ են վատ մարդկանց ինքը համբերում է։ Եվ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից, ինչպես Հովսեի գրքում ասում է, այն որ իմ ժողովուրդը չէ, ինչ ժողովուրդ կկանչեմ, եւ չսիրվածը սիրված։ Եվ կլինի, որ այնտեղ, որ ասվեցավ նրանց, թե դուք իմ ժողովուրդը չեք, այնտեղ նրանց կենթանի Աստծո ժողովուրդ, կենթանի Աստծո որդիներ կկոչվեն։ Եսային աղաղակում է Իսրայելի համար, թեև Իսրայելի որդկանց հաշիվը ծովի ավազի չափ շատ լինի, միայն մի մնացորդ կփրկվի, որովհետև մի կարճ եւ համառոտ բան կանի Տերը արդարությամբ, Տերը մի կարճ բան կանի երկրի վրա, եւ ինչպես որ Եսային առաջուց ասեց, եթե Սաբաոֆթ Տերը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պես կլինեինք եւ Գոմորին կնմանվեինք։ Արդ ինչ անենք, թե հեթանոսները, որ արդարության հետևից չեն գնում, արդարության հասան այն արդարության, որ հավատքից է, բայց Իսրայելը, որ գնում էր արդարության օրենքի հետևից, արդարության օրենքին չհասավ, ինչու համար, որովհետև ոչ թե հավատքից, այլ իբր օրենքի գործերից ուզում էին արդարանալ, որովհետև գայթակղության քարի վրա գլորվեցան, ինչպես գրված է, ահա ես Սիոնի մեջ գայթակղության քար եւ գլորվելու վեմ եմ դնում, եւ ամեն նրան հավատացողը չի ամաչի։ Եկանք հասանք գայթակղության քարին։ Տիրոջ բարկությունը մեր օրերում երևում է այս գայթակղության քարով։ Կոչվում է գայթակղության քար, գլորման վեմ։ Նրան հավատացողը չի ամաչի, բայց նրա վրա ընկնողը կամ ում վրա որ այս քարը ընկավ, կփշրվի։ Այսպես է ասում խոսքը։ Եվ ասում է, որ այդ քարը անուն ունի՝ Տեր Հիսուս Քրիստոս։ Տիրոջ բարկությունը այսօր արտահայտվում է, Տիրոջ բարկությունը բորբոքվում է, կամ Տիրոջ բարկությունը մեղմանում է մեր վերաբերմունքով դեպի այդ գլորման վեմը, դեպի այդ ժայռը։ Եթե մենք ճիշտ վերաբերմունք ունենք ժայռին, Հիսուս Քրիստոսին, Տիրոջ բարկությունը մեղմվում է մեր կյանքում։ Եթե մենք սխալ վերաբերմունք ունենք դեպի այդ ժայռը, իր բարկությունը բորբոքվում է մեր կյանքում։ Սա հստակ ասում է Աստվածաշունչը։ Եկեք կարդանք Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ 36 խոսքը։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի։ Իսկ որդուն չհնազանդողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Տեսնում եք, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի,
իսկ որդուն չհավատացողը, չհնազանդվողը Տիրոջ բարկությունը մնալու է իր վրա։ Զաքարիա մարգարեություն 1:2-6 խոսքերը։ Բարկացած է Տերը ձեր հայրերի վրա բարկությունով, եւ նրանց ասիր, այսպես է ասում զորաստերը, դեպի ինձ դարձեք, ասում է զորաստերը, եւ ես էլ դեպի ձեզ կդառնամ, ասում է զորաստերը։ Մի եղեք ձեր հայրերի նման, լսեք, զարթնեք ժողովուրդ, բոլորդ որ լսում եք։ Այսօր մեր երկրում տարածված է մեր հայրերի ավանդությունը, մեր հայրերի ժառանգությունը, մեր հայրերի ծնողապաշտ ժողովուրդ ենք մենք, լսել եք։ Մեր հայրերը սենց են արել, մենք էլ պիտի շարունակենք սենց։ Լսեք Տիրոջ խոսքը ինչ է ասում։ Մի եղեք ձեր հայրերի նման, այո, ես համաձայն եմ, եթե իմ հայրերը եղել են հավատքի մարդիկ, ես պիտի նմանվեմ իմ հայրերին։ Բայց այստեղ պիտի քննենք, հավատքի մարդիկ են եղել մեր հայրերը, թե հեթանոսական սովորություններով ապրող մարդիկ են եղել։ Եվ Տիրոջ խոսքն լսեք, մի եղեք ձեր հայրերի նման, որոնց աղաղակում էին առաջի մարգարեները ասելով, այսպես է ասում զորաստերը, թե ձեր չար ճանապարհներից եւ ձեր չար արարքներից հետ դարձեք, բայց նրանք չլսեցին եւ ինձ ականջ չդրին, ասում է զորաստերը։ Ձեր հայրերն ուր են։ Միթե հավիտյան պիտի ապրեին մարգարեները, սակայն իմ խոսքերն ու պատվերները, որոնք ես պատվիրել եմ իմ ծառաներին, մարգարեներին, չէ որ հասան ձեր հայրերին, սակայն նրանք հետ դառան եւ ասեցին, ինչպես որ զորաստերը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհները եւ մեր արարքներին համեմատ, այնպես է արել մեզ։ Տիրոջ բարկությունը բորբոքվել էր հայրերի վրա եւ պատժվել էին հայրերը։ Այսօր նման խոսքը վիրավորանք է հնչում։ Ոնց մեր հայրերը այստեղ սենյակում երկու ազգի ներկայացուցիչներ կան, ինչքանով որ ես տեղյակ եմ։ Եզդիներ եւ հայեր։ Թե մեկի ճակատագիրը, թե մյուսի ճակատագիրը ողբերգականը։ Լավ կյանք չեն տեսել այս ազգերը։ Հայրերը ինչ են արել, կարևոր չի։ Եթե հայրերը ճիշտ ճանապարհով գնային, ազգը օրհնվելու էր, այսպես ասում Աստվածաշունչը։ Հայրերը մի բան սխալ են արել։ Մեկին մի քիչ շատ, մեկին մի քիչ քիչ, բայց սխալ են արել։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստծո բարկությունը բորբոքվել է։ Չկան նահատակ ազգեր, կա նահատակ անհատ, ով հանուն հավատքի նահատակվում է։ Այսօր ազգն են ուզում, հայ ազգը ուզում են ներկայացնել, որ հանուն հավատքի նահատակվել է, այդպես չի։ Անհատները կարող են, եւ այդ անհատները, որ նահատակվում են, իրանք ազգի համար օրհնություն են դառնում։ Եթե հավատքի համար կյանք դնող անհատները շատանում են, Աստծո խոսքն է ասում։ Ազգը բարգավաճում է։ Այսօր Եվրոպան, որ պղծության մեջ է հայտնվել, գիտեք, որ շատ անհատներ նահատակվել են, երբ որ Եվրոպան հեթանոս էր, շատերը այնտեղ իրենց կյանքը դրեցին եւ Եվրոպան դառավ քրիստոնեական եւ բարգավաճեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր աշխարհի տերտիրականն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտները բոլորը հավատացյալ մեջները քարոզիչ մարդիկ են եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը Աստվածաշնչի հիման վրա է գրված եղել, որ հիմա փոխում են, որովհետև պղծվել է երկիրը։ Բայց տեսնում եք, երբ որ մարդիկ կյանք են դնում հանուն հավատքի, օրհնվում է երկիրը։ Այսօր մեզ մեր կյանքերից կարա օրհնվի մեր երկիրը։ Տերը ասում է հետ դառեք դեպի ինձ, չլինեք ձեր հայրերի նման։ Հետ դառեք դեպի ինձ, եղեք հավատքի հայրերի նման։ Եղեք։ Գրիգոր Լուսավորիչը կյանք էր դրել։ Ես ուզում եմ իրան նմանվեմ։ Բայց մենակ նրա համար, որ մեր հայրերը հեթանոսական պաշտամունքներ են արել,
Ես չեմ ուզում այդ հայրերին նմանվեմ։ Ես ուզում եմ հավատքի մարդկանց նմանվեմ, որովհետև մեր վերաբերմունքը Հիսուս Քրիստոսին որոշում է Տիրոջ բարգությունը կգա իմ կյանքում, կամ մեր կյանքում, կամ մեր երկրի կյանքում։ Կգա օրհնությունը, թե կգա բարգությունը։ Սաղմոս 2 10-12 խոսքեր։ Եվ հիմա ով թագավորներ, խոհեմացեք եւ խրատվեցեք, ով երկրի դատավորներ, վախով ծառայեցեք Տիրոջը եւ դողալով ցնծացեք, որդին համբուրեցեք, որ չբարկանա, որդին գիտեք ով է։ Հետաքրքիր է, Սաղմոսների մեջ է գրած։ Դավիթն ասում է որդուն համբուրեցեք, որ չբարկանա եւ դուք չկորչեք ճանապարհում, որովհետև նրա բարկությունը շուտով կվառվի, երանի այն ամենին, որ նրան են հուսացած։ Դավիթ թագավոր, ես ինչ ես մարգարեացել։ Ով էր հասկանում ես խոսքերը այն ժամանակ։ Հավատում եմ, որ գալիս էին ասում են, ինչ որդու մասին է խոսքը։ Դավիթն էլ մի շատ գիտեմ, երգա գրել եմ, գիտեք, որ Սաղմոսները երգեր են, չէ՞։ Երգա էլի։ Որդուն համբուրեցեք, որովհետև նրա բարկությունը կբորբոքվի, եթե դուք նրան չծառայեք, եթե դուք նրան չհնազանդվեք։ Եկեք մի փոքր խոսենք մարդու բարկության մասին։ Աստծո բարկությունը ինձ թվում է հասկացանք։ Հիմա եկեք մարդու բարկությունը տեսնենք։ Ով չի բարկանում այստեղ։ Կա մարդ, որ չի բարկանում։ Չկա այդպիսի մարդ։ Չկա այդպիսի մարդ։ Գիտեք, որ բարկանում ենք, ոնց ենք արդարացնում մեր բարկությունը, Աստվածաշնչում խոսքեր կա գրած։ Ով գիտի։ Բարկանալիս մի մեղանչեք։ Այսինքն մեղք մի գործեք։ Ու որ մարդը բարկանում է, ասում է կարևորը ես մեղք չգործեցի։ Հիմա եկեք տեսնենք Աստվածաշունչը ինչ է ասում։ Ես այսօր շատ չեմ մեկնաբանելու։ Ես այսօր շատ Աստվածաշունչ եմ կարդալու։ Եկեք միասին կարդանք Սաղմոս 37 առաջին 8 խոսքերը։ Նայեք ինչ է գրած։ Տեսեք ձեր մոտ էլ է տենց գրած, թե չէ։ Մի բարկացիր չարերի վրա։ Բարկանալուց գիտեք ինչ ենք ասում։ Ասում ենք բույզնես բան արեց, որ ով լներ չեր բարկանա։ Ստեղ գրած է մի բարկացիր չարերի վրա։ Մի նախանձիր անօրենություն գործողներին, որովհետև նրանք խոտի պես շուտով կկտրվեն եւ կանաչ խոտի պես կթառամեն, Տիրոջը հուսա եւ բարի կարա։ Բնակվիր երկրում եւ հետևիր ճշմարտությանը, ցնծացիր Տերով եւ նա կտա քեզ քո սրտի ուզածը, Տիրոջը հանձնի քո ճանապարհը եւ նրան հուսա եւ նա կկատարի, եւ քո արդարությունը դուրս կհանի լույսի պես եւ քո իրավունքը կեսօրվա պես։ Համբերիր Տիրոջը եւ սպասիր նրան, մի բարկանար այն մարդի ճանապարհը հաջողվելիս, որ իր չար խորհուրդը կատարում է։ Դադարիր բարկությունից եւ թող տուր սրտմտությանը, մի բարկանա, որ չար չգործես։ Ես պիտի գրեմ, այսպես թուղթ եմ վերցնում եւ ինչ որ սովորում եմ, հիմա կարդալուց գրել եմ։ Այստեղ այս հատվածը ինձ սովորացնեց, որ չպիտի բարկանանք չարը մարդ անողների, մեկ էլ գիտես ինչից է շատ մարդը բարկանում, ինձ ասել են, շատ են ասում։ Ասում է, որ տենում եմ այն չարագործը, այն պիղծ կյանքով ապրողը հաջողվում է, անենց եմ ջղայնանում։ Այստեղ խոսքը ասում է, նայեք ինչ ասեց։ Համբերիր Տիրոջը, սպասիր նրան։ Մի բարկանա այն մարդի ճանապարհը հաջողվելիս, որ իր չար խորհուրդը կատարում է։ Այդ չար խորհուրդը կատարող մարդը իր ճանապարհի մեջ կարա հաջողվի։ Տերն ասում է՝ մի բարկանա։ Բայց 8-րդ խոսքը ինձ բան է սովորացնում, որ ես այստեղ գրում եմ 1 առաջինը ինչ սովորեցի ու գրում եմ հեսա։ Դադարիր բարկությունից, թող սրտմտությունը մի բարկանա, որ չար չգործես։ Գրում եմ բարկությունը չար է, չարիք է գործում։ Հույնձանից չգրեցի,
Աստվածաշնչից էր։ Առաջին, բարկությունը չարիք է գործում։ Գնանք առաջ։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 22 խոսք։ Բայց ես ասում եմ ձեզ, թե ամեն ով որ զուր տեղը բարկանա իր եղբորը, պարտական կլինի դատաստանին, եւ ով որ իր եղբորն ասի հիմար, պարտական կլինի ատյանին, ով որ իր եղբորն ասի մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։ Ուրեմն բարկանալուց ինչ ա լինում։ Մի երկրորդն եմ գրում։ Բարկանալուց չար խոսքեր ենք ասում, որ հետո փոշմանում ենք։ Եղել է թե չէ։ Բարկանում ես, ասում ես, հետո որ բարկությունը տանցնում, ասում ես, բայց Տեր Աստված, ասենք կարայի չասեի ես խոսքը, էլի, հետ պետք չէր ես խոսքը ասեի, այդքան չէր ինձ ջղայնացրել, այտենց չէր, ճիշտ չէր, ուղղակի որ բարկացա խիստ ասեցի, չպիտի խիստ ասեի, հա, գրում եմ բարկությունը չար խոսքեր է ծնում, իսկ Աստված ասում է այս շուրթերդ նույն աղբյուրից չի կարա քաղցր ու դառը ջուր գա։ Սա Տիրոջ օրհնելու համար է, սա պիտի չարիք դուրս չգա այստեղից։ Հիմա չարիք պիտի դուրս չգա, բայց բարկությունը ինձ հասնում այնտեղ, որ ես մոռանում եմ Աստծուն էլ, իր ասածն էլ ու գնում ա, որովհետև իմ համար կարևոր է այդ պահին դիմացինին տեղը դնելն է։ Իսկ վեմը, գլորման վեմը, գայթակղության քարը, իմ համար այդ պահին մոռանում եմ, ինքը չկա իմ կյանքում, բարկությունը գալիս է ու փակում է իմ աչքերը։ Գնանք առաջ։ Հիմա գալիս ենք այն տեղը, որտեղ որ ամենաշատն են սիրում բարկացող մարդիկ, Աստվածաշնչի հավատացյալ մարդկանց եմ ասում։ Եփեսացիներ 4 գլուխ 26-27 խոսքերը։ Բարկանակ մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի և տեղ չտակ սատանային։ Հլակ ինչ ասում։ Բարկությունը սատանային տեղ է տալիս։ Անկամ եթե անկախ քեզանից բարկացել ես, ընկել ես այդ ճահիճի մեջ, մի թող որ օրը պտտվի, արեգակը մայր չմտնի քո բարկության վրա, ապաշխարին ներողություն խնդրի հաշտվիր։ Ուրեմն երրորդը գրում եմ բարկությունը սատանային իմ կյանքում լավ եկեք սենց դեն սատանայի համար դուռ է բացում, հա? Սատանային տեղ տալ հենց դա է նշանակում։ Սատանայի համար դուռ է բացում։ Տերը ասում է, ես քո ամուր-ամրոցն եմ, չէ՞ կա։ Գրած է Սաղմոսների մեջ, գրած է։ Ես քո ամուր-ամրոցն եմ, որ քեզ պաշտպանում եմ չարից, չարը ուզում է, գրած է բռնչացող առույցի պես ման է գալիս, որ մեկին կուլ տա։ Ինքը ուզում է քեզ վնասի։ Ինքը ներսից պայթում է, որ տենում է քո հաջողությունը։ Ինքը ուզում է քեզ վնասի։ Եվ ասում է, ինչ կլինի մի հատ դուռ բացի ես մտնեմ, վնաս չեմ տա քեզ, մի քիչ կհանգստանաս, այդ դուռը բացի, տոթա ներսը, բացի օթա փոխվի, այդ դռան անունը բարկությունը։ Այդ դռան անունը բարկությունը։ Երբ որ դու բարկանում ես, իր համար դուռ է բացվում, ասում ես տեղ կա։ Տեղ չտակ սատանային։ Հակոբոս առաջին գլուխ 16-ից 20 խոսքերը։ Հակոբոս առաջին գլուխ 16-ից 20 խոսքերը։ Մի խաբվեք, իմ սիրելի եղբայրներ։ Ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում, լույսի հորից, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա։ Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նրա արարածների երախայրին լինենք։ Ուստի իմ սիրելի եղբայրներ, այս ուստի բառը որ գրած է, միշտ հիշեք։ Ասում է ամեն բարի բան Տիրոջից է։ Նա մեզ ծնեց,
Մենք նրա համար երախայրին գիտեք, որ նա այն առաջի ամենաթանկ պտուղը, որ քաղում ես ծառից, որ առաջի բերքն է, հաճելի, սիրելի, սպասված, ասում է դուք իմ արարածների երախայրին եք։ Հետևաբար, այդ ուստի նշանակում է հետևաբար, ուշադիր լսեք։ Իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար եւ ծանր խոսելու եւ ծանր բարկանալու, որովհետեւ մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Ամեն բարի պարգև վերևից է։ Դուք իմ առաջնեկներն եք, դուք իմ երախայրին եք, հետևաբար քիչ խոսացեք, շատ լսեք եւ քիչ բարկացեք, որովհետեւ երբ որ դուք բարկանում եք, չեք կարող։ Մարդը որ բարկանում է անարդարության վրա։ Մարդը գիժ պիտի լինի, որ հենց այնպես բարկանա։ Բարկացնում են, որ բարկանում ես։ Բարկացնում են։ Այնպես բան են անում, որ բարկանում ես։ Աստված ասում է, հենց բարկացար, էդի հիշում եք բարկությունը ինչ էր, աստվածային հատկություն էր։ Բարկությունը Աստծո վերաբերմունքն է սխալին։ Եվ դա աստվածային է, բայց ասում է, որ դու բարկացար, դու չես կարողանալու արդար ձևով լուծես դա։ Մենք ուզում ենք մեր ձեռով լուծենք, հենց պատկերացրեք մի գործը, որ Աստված պիտի անի։ Աստված ասում է, թող ես պիտի անեմ, դա ես պիտի բարկանամ։ Դու քո գործը ունես, դու քո անելիքը ունես, այն մարդու պես չենք, հիշում եք, որ ամենասկզբից ասեցի, որ նստում է երեխան ինչ ուզում անում է։ Չէ, այնց էլ չի, որ մենք պիտի ձեռներս լվանք, ասենք Տեր Աստված, այս երեխեքին հանձնում ենք քեզ, ոնց կուզեն թող մեծանան, դու մեզ ասել ես մի բարկացի։ Տես չի։ Ծնողը պիտի խրատի երեխային։ Հովիվը պիտի խրատի ժողովրդին։ Աստված իշխանություն է տվել։ Բայց երբ որ երեխան սկսում է բարկանալ ծնողի վրա, երբ որ իշխանության տակ եղողը սկսում է բարկանալ, կամ հավասար իշխանության, չէ, այսինքն քույրեր եղբայրներ ենք։ Տերն ինչ ասում է, մեկը մյուսին ձեր անձից բարձր համարեք։ Այսինքն, երբ որ անգամ հավասար եք, դուք ես ցածր, խոնարհ բայ։ Գիտեք ով է բարկանում։ Միշտ վերևինն է բարկանում։ Եթե մեկը մեկի վրա բարկանում է, ինքը ուրեմն իրեն բարձր է տեսնում։ Այստեղ խոնարհություն կա։ Չկա։ Եթե չկա Աստծուց տրված իշխանություն, ապա բարկությունը խոնարհության բացակայություն է։ Ինչ գրեցինք այստեղ 4-րդը, որ մեզ սովորեցնում է, որ բարկությունը Աստծո մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Իսկ Աստծո արդարությունը եթե չի գործում, ի՞նչ է գործում։ Բարկացած մարդը նման է խմած մարդուն, հարբած մարդուն։ Ինքը չի հասկանում ինչ անում այդ պահին։ Ինքը կարա անարդար լինի։ Հաստատ։ Գնանք առաջ Կողոսացիս 3-րդ գլուխ 8-րդ խոսք։ Ծաղկակաղ եմ արել ձեզ համար Աստվածաշնչից։ Գիտեմ, որ բաներ կա կարող եմ այդ համաձայնչեք, բայց լսեք, ես չեմ։ Այսօր Աստվածաշունչն է խոսում ձեր հետ։ Եկեք 3-րդ գլուխ 6-րդ խոսքից կարդանք, մի հատ լսեք էլի։ Ինչա բարկությունը վերջի վերջո, դա ինչա, մարդու բարկությունը, ինչա։ Եկեք 5-րդ խոսքից, լավ։ Ուրեմն սպանեցեք ձեր անդամները, որ երկրի վրա են։ Այսինքն մարմնավոր ձեր բնավորության գծերը հին մարդը, որ ձեր մեջ կա, որոնք են դրանք՝ փոռնկություն, պղծություն, կիրք, չարցանկություն, ագահություն, որ կռապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ Աստծուն չեն հավատում, անհնազանդության որդիներ են, որ այսպեսի բաներ են անում։ Ինչ ասեց՝ փոռնկություն, պղծություն, կիրք, չարցանկություն, ագահություն, որ կռապաշտություն է, որոնց մեջ դուք էլ մի ժամանակ գնացել եք,
երբ որ կենդանի էիք նրանցում, մենք էլ այդ աշխարհի մեջ ենք եղել, շատ հեռու չենք եղել, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամենը, մոռացեք, լսեք, ասում է դուք մի ժամանակ դրանց մեջ եք, հիմա դրանց մեջ չեք, բայց բաներ կա, որ մնացել է այնտեղից, որոնք են դրանք, հիմա ուշադիր լսեք, դուք էլ դեն դրեք այն ամենը, բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Լսեք, ասում հավատացյալ եք դարձել, բայց ձեր բերանը մաքուր չի։ Հավատացյալ եք դարձել, բայց էլի բարկանում եք, ոնց բարկանում եք մինչև հավատացյալ դառնալ, նենց էլ բարկանում եք հավատացյալ դառնալուց հետո։ Հավատացյալ եք դարձել, բայց սուտ եք խոսում։ Հավատացյալ եք դարձել։ Ամոթալի խոսքեր կա, մեկ է չարություն կա ձեր սրտում։ Լսեք, դուք էլ հին մարդը չեք, նոր մարդն եք։ Բարկությունը հին մարդուց է։ Հաց ասես ամեն։ Տիտոս առաջին գլուխ 7-րդ խոսքում, երբ որ եպիսկոպոս պիտի ընտրեին մարդուն, ասում էր այնպիսի մարդ ընտրեք, որ բարկացող չլինի։ Բարկությունը մարմնի գործ է, ես գրում եմ 5-րդ բանը, որ սովորեցի, բարկությունը մարմնի, կամ հին մարդու գործն է։ Նոր մարդը, նորոգված մարդը, հոգևոր մարդը իր կյանքում բարկությունը տեղ գրեթե չպետք է ունենա։ Ինչի ասեցի գրեթե, որովհետև չընկնենք այն մյուս ծայրահեղության մեջ։ Չընկնենք այն մյուս ծայրահեղության մեջ։ Կասեմ, որ նա այն բարկությունը, որ մենք պիտի ունենանք։ Սուրբ Հոգին չի համատեղվում բարկության հետ։ Լսեք, Գաղատացիների 5-րդ գլուխ։ Գիտեք Սուրբ Հոգու պտուղները, որոնք են գեղեցիկ է Սուրբ Հոգու պտուղը, սեր, ուրախություն, խաղաղություն, Գաղատացիս 5:22-ն է։ Խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, հեզություն, բարություն, հավատք, ժուշկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա։ Իսկ 20-րդ խոսքը ներողություն 19-ից 21-ը հետևյալն ասում եւ հայտնի են մարմնի գործերը սրանց հակառակ մարմնի գործ սրանք հոգու գործերն են հոգու պտուղն են սրանք մարմնի գործերն են հայտնի են հոգու գործերը որ են շնություն ահա որը պոռնկություն պղծություն գիճություն կռապաշտություն կախարդություն թշնամություններ կռիվներ նախանձներ բարկություններ հլտեսեք այս ինչերի մեջ էր այս բարկությունը արդարացնենք մեր բարկությունը եթե մենք հիշում եք մեղքին մեղք ասենք եթե մենք ասենք սա մեղք է Տեր ընկա սրա մեջ մեղքը ով մեղքի մեջ չի ընկնում ապաշխարում եմ, օգնի, ազատվեմ սրանից։ Իսկ եթե մենք ասում ենք, հա դե ով չի բարկանում, յանում մի հատ էլ ընկել եք ծայրահեղության մեջ, հիմա էլ ուզում եք կմաքրի Տերը, եթե չխոստովանենք, չի մաքրի։ Բարկությունը մարմնի գործ է։ Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխ 20-րդ խոսք։ Հիմա արդեն մոտենում եմ վերջին։ Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխ 20-րդ խոսք։ Որովհետև վախենում եմ, որ միգուցե իմ գալու ժամանակ ձեզ այնպես չգտնեմ, ինչպես կամենում եմ։ Եվ ես ձեզ գտնվեմ ձեզ համար, ինչպես էլ դուք չեք կամենում, եւ չլինեն կռիվներ։ Ասում եմ գամ ձեր մեջ, վախենում եմ, որ հիմա գամ, հանկարծ ձեզ նես չգտնեմ, ոնց որ պետքա լինեք։ Ինչի, որովհետև ձեր մեջ կարող է լինեն կռիվներ, նախանձներ, բարկություններ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։
որ միգուցե դարձյալ իմ գալու ժամանակին իմ Աստված ինձ ցածացնե ձեզ մոտ եւ սուգ մտնեմ շատերի համար, որ առաջուց մեղք գործեցին եւ ապաշխարած չլինեն անպղծության եւ բռնկության եւ գիճության համար, որ գործեցին։ Պողոս առաքյալը գրում է Կորինթացիներին, ասում է. վախում եմ ձեր մոտ կամ շատ եմ ուզում կամ կարոտել եմ ձեզ, բայց վախում եմ կամ դե բաներ եմ լսում։ Դրանց մեջ բարկությունը, ասում եմ, որ գամ ծոմով սուգի մեջ եմ մտնելու ձեր համար, որովհետև ձեզանից ոմանք այս բաները գործում են ու չեն ապաշխարում, չեն խոստովանում։ Վախում եմ գամ ձեր մոտ։ Գիտեք ինչ է անում բարկությունը։ Բարկությունը մեր սրբությունն է կեղտոտում, մեր հանդերձը։ Հիշում եք սպիտակ հանդերձ, արդարությունը։ Աստծո բարկությունը մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում, չէ՞։ Իսկ արդարությունը սուրբերի հանդերձն է, սպիտակ բեհեզը։ Պատկերացնում եք բարկությունը կեղտոտում է այդ բեհեզը։ Հիշում եք հարսանիքի օրը։ Եկավ հարսանիքի հրավիրողը, եկավ ասեց. դու ով ես այստեղ, քեզ ով է կանչել։ Հարսանիք եմ հրավիրել, հանդերձը դուրա հարսանիք։ Հանեցին իրան, գցեցին դուրս, որտեղ լացն է եւ ատամների կրճտոցը։ Ինչի, որովհետեւ զգեստը հարսանեկան զգեստ չէր։ Այսօր մենակ մի բանի մասին եմ խոսում՝ բարկության։ Ես մատս դրել եմ դրա վրա, որովհետեւ այսօր ամենաշատ արդարացվող մեղքը մարդու բարկությունն է։ Բարկանում ենք եւ դրա անունը մեղք չենք դնում։ Իսկ եթե դնենք եւ պայքարենք դրա դեմ, հաղթելու ենք։ Այդ կեղտը մեր հանդերձից մաքրվելու է։ Պիտի մաքրվի։ Ես դրա համար եմ քարոզում, որ մաքրվի։ Բարկությունը ինչի համար է։ Բարկությունը վրեժխնդրության համար է։ Դու ուզում ես քո ձեռքերով հարց լուծես։ Աստված ասում է Հռոմեացիների 12-րդ գլուխ 19-ից 21 խոսքերը։ Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք, սիրելիներ, այլ բարկությանը տեղի տվեք։ Լսեք, ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք, թողեք բարկությունը, որովհետև գրված է. վրեժխնդրությունն իմն է եւ ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան։ Կապ չունի քո տաննա թե չէ։ Լսեք, տան մեջ կռվում են իրար հաց չեն տալիս մարդիկ։ Եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան։ Եթե քո տան մեջ չկարեցար սա անես, վաղը չես կարա դրսում թշնամու տանես։ Եթե նա ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այս անելով կրակե կայծեր կժողովես նրա գլխի վրա։ Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։ Այս ամենը վերաբերվում էր բարկությանը։ Ասում է վրեժխնդիր մի եղեք, ես եմ վրեժխնդրություն անում։ Դուք իմ գործը մի վերցրեք ձեր վրա։ Աստվածային հատկություն ունի բարկություն, որ արդարությամբ ամեն մեկին իր հատուցանելիքը, իր ստանալիքը տալու է։ Դու մի վերցրա Աստծո բարկությունը քո վրա, դու քեզ Աստծո տեղ մի դիր, թող որ Աստված իր գործը անի։ Դու բարիով հաղթի չարին։ Եվ արդեն ավարտում եմ, ընդամենը մի քանի համար կարդանք Առակաց գրքից եւ կանգնենք աղոթքի։ Առակաց 15:1 Մեղմ պատասխանը կհանգստացնի բարկությունը, բայց վիրավորիչ խոսքը բարկություն կգրգռի։ Բարկություն կա, դու ես գրգռում քո վրա։ Բարկություն կա, որ հանգստացնում ես։ Տերը սովորեցնում է, մեղմ պատասխանը հանգստացնում է բարկությունը։ Առակաց 16:32 Երկայնամիտը, այսինքն համբերող մարդը, զորավորից լավ է,
եւ իրեն զսպողը քաղաք առնողից, քաղաք գրավողից լավ։ Եթե կարողանաս քեզ զսպել, այն որ գնում են զորավորները, սպարապետները, երկրներ են գրավում, դրանցից ավելի ուժեղ ես դու, եթե կարողանաս քեզ զսպես։ Սա է ասում մեզ Աստծո խոսքը։ Առակաց 21-ի 14 Գաղտնի ընծան բարկությունը կհանգցնի, ծոցի պարգևը սաստիկ ցասումը։ Կռված ես մեկի հետ, երեսով վերես չեք ուզում տեսնեք, Տերն ասում է մի հատ փոքրիկ նվեր առ։ Նվեր առ, նվերով գնա տուն։ Նվեր առ պար դուր, ասա ների ինձ։ Ես չեմ ասում, հանգստացնում է բարկությունը, անցան։ Փող չունես փոքր բան առ։ Ինչը չի գրած ինչ, ասում է նվեր, անցա։ Ցասում են բարկության գագաթնակետն է։ Աստիկ ցասումը հանգստացնում է պարգևը։ Առակաց 22-ի 24-25 Մի ընկերանա բարկության տեր մարդու հետ եւ բորբոքվող մարդու հետ տեղ մի գնա, որ միգուցե չսովորես նրա ճանապարհները եւ որոգայց ստանաս քո հոգու համար։ Լսեք, էսի խորը բան է գրած։ Ասում է բարկացկոտ մարդու հետ ընկերություն մի արա, անկախ քեզանից կսովորես բարկացկոտ դառնալ, եւ սա քո հոգու համար թակարդ կլինի։ Հոգու թակարդ գիտեք որն է։ Հոգին կընկնի թակարդի մեջ եւ կգնա դժոխք։ Մի արեք այդ բանը։ Բարկացկոտ մարդկանցից հեռու։ Աղոթեք իրանց համար։ Ընկերություն մի արեք, ճանապարհ մի գնացեք։ Գնանք առաջ։ Առակաց վերջին համարն եմ կարդում եւ աղոթում ենք։ Առակաց 29-22 Բարկացող մարդը կռիվ կհնալ եւ ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։ Չեղած տեղն էլ կռիվ կսարքի։ Եվ ինքը մեծ հանցանք ունի իր վրա։ Լսեք, այսքանից հետո կարանք ասենք, որ բարկությունը լավ բան չի, մեղմ ասած։ Կարանք ասենք, որ եթե ես բարկացկոտ մարդ եմ, ես մեղքի մեջ եմ։ Կարանք կանգնենք ու ապաշխարենք մեր Տիրոջ առաջ։ Ամեն։ Եկեք ուրեմն կանգնենք ոտքի։